2016 թվականին սեփական եկամուտները ըստ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի կավելանան 3%-ով, կազմելով 37 միլիարդ 900 միլիոն դրամ։ Սա այն դեպքում, երբ այսօր ներկայացված հարկային դաշտին վերաբերող օրենսդրական փաթեթով նախատեսված բարեփոխումների կենսագործման արդյունքում պետական բյուջեի մուտքագրվի մոտ 1 միլիարդ դրամ։ 3.8%-ով կաճի Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը, կազմելով 47 միլիարդ 266 միլիոն դրամ։ Պետական ծախսերը սակայն եկամուտներից ավելի շատ են առաջարկվում, բացի դրանից 2015 թվականին 15 միլիարդ դրամ պետական պարտքի մարվելիք գումար կա եւ այդ նպատակով կառավարությունը նախատեսում է ներգրավել մոտ 18 միլիարդ դրամ։ Պետական պարտքը ձևավորվում է բյուջեի դեֆիցիտի արդյունքում։ Օրենքի շրջանակում ծախսերը ավելի են նախատեսում, քան եկամուտները։ Դա պլանային է։ Վարչապետն այսօր հիշեցրեց, որ 2009-2010 թվականներից, երբ բանկային համակարգը դադարեց մասնակցել տնտեսական ծրագրերին, իշխանությունը ստիպված էր այլ աղբյուրներից միջոցներ ներգրավել ներդրումներ կատարելու համար, օրինակ հիպոթեկային շուկան զարգացնելու, ենթակառուցվածքների, էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու նպատակով։ Պետական ծախսերի մասին, դրանք 2016 թվականին իրականացվելու են 88 միլիարդ 946 միլիոն 800 հազար դրամի շրջանակում, 2015 թվականին պետական ծախսերը 88 միլիարդ 127 միլիարդ դրամ էին պլանավորված։ Վարչապետ Արայք Հարությունյանն այսօր նշեց, որ գոհ շնորհակալ է գործընկերներից, ովքեր արձագանքելով հանրապետության նախագահի առաջադրանքին ներկայացրել են այնպիսի ծախսեր, որ հնարավորություն են տվել կրճատել պետական բյուջեի դեֆիցիտը։ Դրան նպաստել է նաև կառուցվածքային բարեփոխումները։ Կրճատվել է մոտ 245 հաստիկ, կրճատվել է 800 միլիոն ծախս, միայն բյուջետային համակարգում 96 մեքենա։ Մեքենաների կրճատումը շարունակվելու է։ Տնտեսության հիմնական ճյուղերում գալիք տարի նախատեսվող ծախսերից մի քանիսը ֆինանսների նախարարի ներկայացմամբ։ Կապիտալ դրդումները ցավոք սրտի մենք պաշտպանել ենք այս տարվա թիվը 8 միլիարդ 973.8 դրամ, գյուղատնտեսության ոլորտում ծախսերը կազմեն 3 միլիարդ 658.5 միլիոն դրամի չափով։ Տնտեսական հարաբերությունների ստորաբաժնում մենք 2 միլիարդ 370 միլիոն դրամ գումար ենք նախատեսել, դա բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի մասնակի փոխհատուցումն է։ Այս տարվանից ավելին է 5.6%-ով։ Արցախի ներդրումային հիմնադրամին կշարունակվի 2.5 միլիարդ դրամ գումար հատկացվել։ Այսօր կառավարությունը հաստատեց պետական բյուջեն ուղեկցող պետական ծրագրերից մի քանիսը, այդ թվում նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2016 թվականի տարեկան ծրագիրը։ Վարչապետն անդրադարձավ ոլորտում վերջին տարիներին տարվող քաղաքականության արդյունքներին։ Մի թիվ նշենք։ Գործող հարկ վճարողների քանակը 2007 թվականին 3235 վճարող, 2011 թվականին 4584 հարկ վճարող, 2014 թվականին 5110 հարկ վճարող։ Մուտքագրված բյուջեի գումարները մենք գիտենք 7 թվին 13.8 միլիարդ, 11 թվին 23.8 միլիարդ, 14 թվին 30 միլիարդից ավել։ Իսկ առանց Base Metals-ի, քանի որ հիմնական խոշոր հարկատուն է, 9.6 միլիարդ, 19.5 միլիարդ եւ 28.2 միլիարդ։ Սա այդ նույն բիզնեսն է վճարում պետությանը։ Առաջարկվող հարկային նոր բարեփոխումները կօգնեն հենց փոքր բիզնեսին, համոզված են դրանց հեղինակները։ Ինչպես այս տարի, այնպես էլ 2016 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 8-ից 10%-ի շրջանակում։ Եթե սոցիալական ծրագրեր չիրականացնենք լրացուցիչ 2017 թվականին, արդեն 17 թվականին համոզված են, որ կամ հավասարակշռված կամ արդեն պրոֆիցիտով բյուջե ենք ունենալու։ Իսկ սոցիալական նոր ծրագրերը հիմնականում խոշոր ծրագրեր, այսինքն թոշակների նպաստների ավելացում, աշխատավարձների ավելացում, գիտեք, պայմանավորված է Հայաստանի հետ համատեղ իրականացվող քաղաքականության շրջանակներում։ Գալիք տարի նվազագույն աշխատավարձի եւ կենսաթոշակների համատարած բարձրացում չի նախատեսվում։ 2016 թվականի պետական բյուջեում պահպանվել են սոցիալական բնույթի ծախսերը։ Բյուջեի 25%-ն օգտագործվելու է այդ նպատակով։ Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց հաշմանդամների սոցպաշտպանության, զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրերն ու միջոցառումների ցանկը, որոշումներ կայացրեց սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման, գալիք տարվա գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մասին, ընդունեց ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, ինչպես նաեւ 2016 թվականի պետական առողջապահական պետական նպատակային ծրագրերը։ Լուսինա Ավանեսյան, Արտավազդ Գրիգորյան, օր։